Գագիկ Ծառուկյանի դուստր Անահիտ Ծառուկյանը հրապարակել է ծնողների հուզիչ տեսանյութը, որտեղ վերջիններս միմյանց ձեռք բռնած քայլում են։ Անահիտը գրել է հետևյալ տեքստը. «Ուզում եմ միշտ այսպես իրար ձեռք բռնած լինեք մեր կողքին, ձեր ձեռքերը երբեք իրարից բաժան չլինի»։ Իրականում այն, ինչ կատարվում է Ծառուկյանների ընտանիքում, դա սարսափելի է։ Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ մի հոր առաջնորդը կարող է լինել այս կարգավիճակում, սակայն ինչպես խոսում են և ասում նրա հետևորդներն ու համագիրները, ամեն բան շատ լավ է լինելու։ Տիկին Ռոզա Ծառուկյանը ևս հավատացած է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու և մեկ օր շատ մեծ լույս է բացվելու, ու Գագիկ Ծառուկյանը լինելու է ազատության մեջ։ Գագիկ Ծառուկյանի ներկայիս կարգավիճակը կարծում եմ որևէ մեկի համար գաղտնի չէ։ Որոշ ժամանակ առաջ նրա օգնականը Լիաննան հրապարակել էր տեսանյութ ու խոսել, թե ինչ իրավիճակում է գտնվում այս պահին պարոն Ծառուկյանը։ Լիաննան անդրադարձել էր նաև բոլոր այն մարդկանց և հայտնիներին, ովքեր որևէ ձևով չեն խոսում բարձրաձայնում ներկայումս տիրող անարդարության մասին։ Մի մասն էլ խոսում է, որ այս ամենը պարզապես շոու է և մի օր վերջը գալու է տվյալ շոուի։ Շատերը քննարկում են պարոն Ծառուկյանի ձեռնաշղթաների փոքրությունը, մի մասը պահանջում է մեծ ձեռնաշղթաներ պատվիրել, որպեսզի նման իրավիճակում պարոն Ծառուկյանը չհայտնվի։ Սակայն մենք ներկայացնում ենք այս պահին տիկին Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրվա հետ կապված որոշ մանրամասներ։ Գագիկ Ծառուկյանի տիկտոկյան հարթակում հրապարակվեց տեսանյութ, որտեղ վերջինս շնորհավորում է իր տիկնոջը։ Տեսանյութում հրապարակված են լուսանկարներ Ջավահիր Ծառուկյանի, նրա թոռների և ընտանիքի հետ։ Տեղադրված է երգ, որտեղ շատ ջերմ բառերով շնորհավորում են վերջինիս ծննդյան տարեդարձ։ Այս տարի ըստ ասեկոսների Ջավահիր Ծառուկյանը բավականին տխուր և նեղ շրջապատում է անցկացրել իր ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք հրապարակում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը և Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ, ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը, ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից, դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում է այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում և ինքը հայտնվել է քաղաքական դաշտում, այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին ևս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։
Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին 30 միլիոն դոլար Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին եւ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի, ոչ մի դաշնակ չի ասել, հələ եկեք այդ 800 միլիոն դոլարը, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք, դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերա։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը եւ Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ։ Ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից, վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բարերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը, ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից, դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում, այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին 30 միլիոն դոլար Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին եւ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի, ոչ մի դաշնակ չի ասել, հələ եկեք այդ 800 միլիոն դոլարը, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք, դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։
Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում է, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերա։ Բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում է, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր